Այդ օրը Երևանը սովորականից ավելի մռայլ էր։ Մարտի սկիզբն էր, բայց գարնան շունչն ամենևին չէր զգացվում։ Ցուրտ քամին շրջում էր փողոցներով, բարձրացնելով չորացած տերևներն ու փոշին։ Ես, Անահիտս, կանգնած էի հայելու դիմաց ու փորձում էի կապել սև գլխաշորս, բայց մատներս չէին ենթարկվում։ Դրանք դողում էին ոչ թե ցրտից, այլ այն սառնությունից, որը բնակվել էր իմ ներսում այն պահից, երբ Արամս, իմ հավատարիմ ու սիրելի ամուսինը, փակեց աչքերը հիվանդանոցի այդ նեղ սենյակում։ 40 տարի։ Մենք միասին էինք 40 տարի, 2 ամիս և 5 օր։ Մենք կառուցել էինք մեր տունը քար առ քար, մեծացրել էինք մեր միակ որդուն Արմենին ու երազում էինք խաղաղ ծերության մասին։ Բայց հիվանդությունը հարցեր չի տալիս, այն պարզապես գալիս է ու խլում ամենաթանկը։ Գերեզմանատանը մարդիկ շատ էին։ Արամին սիրում էին բոլորը՝ հարավանները, գործընկերները, հեռու ու մոտիկ բարեկամները։ Ես լսում էի նրանց շշուկները։ Ինչպիսի մարդ էր, ինչպես է Անահիտը դիմանալու։ Բայց ինձ համար այդ բառերը դատարկ էին։ Ես միայն նայում էի սև հողին, որն աստիճանաբար ծածկում էր այն մարդուն, ով իմ ողջ աշխարհն էր։ Որդիս Արվենը կանգնած էր կողքիս։ Նա բարձրահասակ է, ամուր կազմվածքով, հոր պես հաստատակամ հայացքով։ Ողջ արարողության ժամանակ նա ոչ մի արցունք չթափեց։ Նրա դեմքը կարծես քարից լիներ։ Ես նույնիսկ մի պահ վիրավորվեցի նրա այդ սառնությունից։ Միթե չես ցավում, Բալաս, մտածում էի ես։ Չէ որ նա քո հայրն էր, ով քեզ պաշտում էր։ Վերջին բուռ հողը նետելուց հետո մարդիկ սկսեցին մոտենալ, սեղմել ձեռքս, գրկել։ Ես մեխանիկորեն գլխով էի անում, բայց մտքով արդեն մեր դատարկ տանն էի, որտեղ ամեն մի անկյուն բղավելու էր Արամի բացակայության մասին։ Երբ մարդիկ սկսեցին ցրվել դեպի իրենց մեքենաները, Արմենը մոտեցավ ինձ։ Նա չսպասեց, որ ես ինչ-որ բան ասեմ։ Պարզապես բռնեց թևիցս ու ասաց. «Մամ, նստիր մեքենան, մենք գնում ենք»։ «Ուր, Արմեն ջան»։ «Ռեստորանում հոգեհացն է կազմակերպված, մարդիկ կգան, պետք է այնտեղ լինենք»։ «Կինս Մարիամը այնտեղ կլինի, ամեն ինչ կկազմակերպի, մենք ուրիշ տեղ ենք գնում, նստիր»։ Նրա ձայնը հրամայական էր, բայց ոչ կոպիտ։ Ես հնազանդվեցի։ Մեքենայի մեջ տաք էր, բայց ես շարունակում էի դողալ։ Մենք շարժվեցինք։ Ես սպասում էի, որ կթեքվենք դեպի կենտրոն, բայց Արմենը մեքենան վարեց դեպի քաղաքից դուրս տանող մայրուղին։ Անցնում էին րոպեները, հետո ժամերը։ Երևանը մնաց հետևում։ Մենք սլանում էինք դեպի հյուսիս։ Ճանապարհին ես մի քանի անգամ փորձեցի խոսել. «Արմեն, ուր ենք գնում, սա ինչ է նշանակում»։ Նա լռում էր։ Միայն մեկ անգամ ասաց. «Մամ, մի քիչ քնիր, ճանապարհը երկար է լինելու»։ Իմ գլխում սկսեցին պտտվել ամենավատ մտքերը։ Միգուցե նա չի ուզում, որ ես ապրեմ իրենց հետ, կամ մնամ մեր տանը։ Միգուցե նա որոշել է ինձ տանել մի հեռու գյուղ կամ, Աստված մի արասցե, ծերանոց։ Ես լսել էի նման պատմություններ, երբ ծնողի մահից հետո երեխաները փորձում էին ազատվել մյուսից, որպեսզի տիրանան գույքին։ Սիրտս կտոր-կտոր էր լինում։ Արդյոք սա է այն որդին, ում ես ու Արամը մեծացրել ենք սիրո մեջ։ Մենք արդեն ապարանի կողմերում էինք, շուրջ բոլորը ձյունածածկ դաշտեր էին։ Լռությունը մեքենայի մեջ դարձել էր անտանելի։ Ես նայում էի Արմենի պրոֆիլին և փորձում էի հասկանալ նրա մտքերը։ Նա միշտ էլ քչախոս էր, բայց այսօրվա նրա վարքագիծը սահմաններից դուրս էր։ Մեքենան թեքվեց դեպի մի նեղ անտառամիջյան ճանապարհ։ Ծառերը ծածկված էին եղյամով և ամեն ինչ հեքիաթային էր թվում, բայց իմ հոգում մղձավանջ էր։ Մենք հասանք մի փոքրիկ կողտրիկ գյուղի, որը կարծես թաքնված լիներ աշխարհից։ Մեքենան դանդաղեցրեց ընթացքը և կանգ առավ մի բարձր քարե պարեսկի մոտ։ Արմենը շարժիչը անջատեց։ Նա երկար ժամանակ նայում էր դիմապակուց այն կողմ, հետո խորը շունչ քաշեց, դուրս եկավ մեքենայից, մոտեցավ իմ կողմի դռանը և բացեց այն։ «Իջիր այստեղ», ասաց նա կարճ ու կտրուկ։ Ես դուրս եկա հենվելով նրա ձեռքին։ Ոտքերս թուլացել էին։ Մենք կանգնած էինք մի գեղեցիկ երկհարկանի տան դիմաց, որը կառուցված էր սև տուֆից ու փայտից։ Տունն ուներ մեծ պատշգամբ, իսկ բակում երևում էին խնամված պտղատու ծառեր։ «Սա ինչ տեղ է, Արմեն, ում տունն է սա»։ «Մամ, սա քո տունն է», հանգիստ ասաց նա ու գրպանից հանեց մի հին, բայց փայլուն բալանալի։
Ես ապշած էի։ Ինչ է նշանակում իմ տունը։ Արմեն, մենք տուն ունենք Երևանում, այնտեղ ամեն ինչ ինձ հայրիկիդ է հիշեցնում, ես չեմ կարող։ Հենց դա էլ հայրիկը չէր ուզում, ընդհատեց նա ինձ։ Մամ, լսիր ինձ։ Հայրիկը գիտեր իր հիվանդության մասին դեռ 1 տարի առաջ, երբ դու դեռ չէիր կասկածում։ Նա եկավ ինձ մոտ ու ասաց. Արմեն, եթե ես գնամ, մայրդ այդ 4 պատերի մեջ կմեռնի ցավից։ Նա միշտ երազել է գյուղի տան մասին, որտեղ առավոտյան թռչունների ձայն կլսի, որտեղ օդը մաքուր է ու որտեղ նա կկարողանա այգի մշակել։ Ես զգացի, թե ինչպես են արցունքները հոսում այտերովս։ Մենք այս տունը միասին ենք ընտրել, շարունակեց Արմենը եւ նրա ձայնն արդեն դողում էր։ Հայրիկը գաղտնի եկել է այստեղ, նայել է ամեն անկյունը։ Նա ասաց, որ սա հենց այն է, ինչ քեզ պետք է։ Մենք ուզում էինք անակնկալ անել քո ծննդյան օրը, բայց ժամանակը չհերիքեց։ Նա ինձ խնդրեց, որ հենց այն օրը, երբ իրեն հողին հանձնենք, ես քեզ բերեմ այստեղ։ Նա չէր ուզում, որ դու վերադառնաս այն դատարկ ու տխուր բնակարանը։ Արմենը բացեց դուռը։ Ներսում ամեն ինչ պատրաստ էր։ Կահույքը նոր էր, բայց այնքան հարմարավետ, որ թվում էր, ես այստեղ ապրել եմ ողջ կյանքս։ Հյուրասենյակի կենտրոնում, բուխարու մոտ, դրված էր իմ սիրելի հին բազկաթոռը, որը նա գաղտնի բերել էր Երևանի մեր տնից։ Իսկ բազկաթոռի վրա մի ծրար կար։ Ես դողդոջուն ձեռքերով բացեցի ծրարը։ Դա Արամի ձեռագիրն էր։ Անահիտս, իմ թանկագին կին, եթե դու կարդում ես սա, նշանակում է ես արդեն ճանապարհին եմ։ Մի տխրիր, խնդրում եմ։ Մեր կյանքը հիասքանչ էր, բայց ես ուզում եմ, որ քո նոր գլուխը սկսվի այստեղ։ Այս տանը ցավ չկա, այստեղ միայն խաղաղություն է։ Տնկիր այն վարդերը, որոնց մասին երազում էիր։ Ես միշտ քո կողքին կլինեմ, այս լեռների քամու մեջ։ Ապրիր ինձ համար, Անահիտ։ Ես նստեցի բազկաթոռին ու բարձրացրեցի հայացքս։ Արմենը կանգնած էր դռան մոտ։ Նա վերջապես թույլ տվեց իրեն լաց լինել։ Մենք գրկախառնվեցինք այդ կիսախավար սենյակում, եւ ես հասկացա, որ որդուս սառնությունը ընդամենը վահան էր իր սիրտը պաշտպանելու եւ հոր վերջին կամքը կատարելու համար։ Արմենը մնաց ինձ հետ մինչև ուշ երեկո։ Մենք վառեցինք բուխարին։ Փայտի ջարջատյունը լցրեց սենյակը ջերմությամբ։ Նա պատմեց, թե ինչպես էին հոր հետ գաղտնի գալիս այստեղ, ինչպես էր Արամը ընտրում վարագույրների գույնը, ինչպես էր ուրախանում ամեն մի մանրուքով։ Նա գիտեր, մամ, ասաց Արմենը։ Նա գիտեր, որ դու ուժեղ ես, բայց գիտեր նաև, որ քեզ նոր շունչ է պետք։ Երբ Արմենը գնաց խոստանալով գալ հաջորդ առավոտյան իր ընտանիքի հետ, ես մնացի մենակ։ Բայց տարօրինակ է, ես վախ չէի զգում։ Ես դուրս եկա պատշգամբ։ Լեռների հետևից բարձրանում էր լիալուսինը։ Օդը այնքան թարմ էր, որ թվում էր կարող ես խմել այն։ Ես փակեցի աչքերս ու շշնջացի. Շնորհակալ եմ, Արամ։ Եվ ինձ թվաց, թե թեթև քամին շոյեց մազերս ի պատասխան։ Այդ օրվանից անցել է 2 տարի։ Ես այլևս չեմ կրում սև գլխաշորը։ Ես կրում եմ գունավոր գոգնոց, որովհետև իմ այգին հիմա Երևանի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է։ Ես տնկեցի Արամի սիրած ծիրանենիները և իմ երազած վարդերը։ Ամեն շաբաթ կիրակի բակը լցվում է թոռներից ճիչերով։ Արմենը գալիս է նստում նույն պատշգամբում ու նայում լեռներին։ Մենք հաճախ ենք խոսում հայրիկի մասին, բայց արդեն ոչ թե ցավով, այլ ժպիտով։ Այն օրը, երբ որդիս ինձ ասաց «Իջիր այստեղ», ես կարծում էի, թե կյանքս ավարտվեց, բայց պարզվեց, որ դա նոր կյանքի սկիզբն էր։ Երբեմն մենք պետք է թողնենք հինը, որքան էլ այն թանկ լինի, որպեսզի կարողանանք նորից շնչել, եւ ես շնորհակալ եմ Արամին ու Արմենին, որ նրանք ինձ սովորեցրին դա։